Սիրելի եկեղեցի, եղբայրներ եւ քույրեր, խաղաղություն բոլորիս մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի անունով, որին փառք, որին պատիվ, հավիտյանս հավիտենից ամեն։ Շնորհակալ եմ Տիրոջից, որ հրաշալի առիթ տվեց իր խոսքի ծառայությունով, իր խոսքի մատուցումով ծառայել ձեզ սիրելիներ, փառք Աստծուն այդ առիթի համար եւ նաեւ առիթ տվեց այս հաղորդությունը մատակարարելու ձեզ եւ միասին մասնակցելու այս հրաշալի պաշտամունքին։ Տերը թող օրհնի յուրաքանչյուրիս իր ներկայությամբ եւ իր Սուրբ Հոգիով առաջնորդի իր խոսքի քարոզչության մեջ։ Եկեք խոնարհվենք միասին եւ աղոթենք։ Երկնավոր Հայր, շնորհակալ ենք Տեր, որ առիթ ես տվել Տեր, կերակրվելու քո կենթանի խոսքովը Եվ խնդրում եմ երկնավոր Հայր, որ հիմա առաջնորդես Տեր այս քո խոսքի քարոզչության ողջ ընթացքը, օրհնիր այն մատուցելը եւ օրհնիր այն ընդունելը Տեր քո անվանդ փառքի համար։ Խնդրում եմ Տեր, որ մեզ տաս քեզ լսողականներ եւ քո առջևդ խոնարհվող սիրտ տաս։ Հիսուսի անունով աղոթեցի Տեր, անվանդ փառքի համար։ Ամեն։ Ամեն։ Աստված օրհնի բոլորի սիրելիներ, սիրելի եկեղեցի, եղբայրներ եւ քույրեր, որքան կարևոր է ճանաչել Տիրոջը, ճանաչել նրան ճշմարտապես։ Մեկ բան է իմանալ նրան մասին եւ մեկ այլ բան է ճանաչել նրան խորապես, որովհետեւ շատերը գիտեն, թե ով է Աստված, սակայն շատերը չէ, որ ապրում են այդ ճանաչողության համապատասխան կյանք։ Որքան կարևոր է ճանաչել Տիրոջը, որովհետև միայն ճշմարիտ Աստված ճանաչողության մեջ կա հոգևոր հաղթական կյանք։ Ճշմարիտ Աստված ճանաչողության մեջ է, որ մենք կարողանում ենք հասունանալ, ամրանալ եւ օր-օրի ել ավելի հաստատվել Քրիստոսի եկեղեցու մեջ։ Եվ ուզում եմ մեկ բան հարցնես ինքդ քեզ եւ ասես. Եվ ես իսկապես գիտեմ, թե ով է Տեր Հիսուս Քրիստոսը։ Աստծո խոսքի քարոզի վերնագիրն է հաղթող եկեղեցին։ Եվ հատվածը, որ վերցրել եմ Մատթեոս ավետարան 16-րդ գլուխ 13-ից 19 համարների շուրջ է, որ միասին պիտի մտածենք, եւ Աստծո խոսքը ասում է. Երբ Հիսուս Փիլիպյան Կեսարիայի կողմերը եկավ, հարցրեց իր աշակերտներին եւ ասեց. Մարդիկ ինչ են ասում իմ մասին, ով է մարդու որդին, իսկ նրան ասեցին, ոմանք ասում են Հովանես Մկրտիչն է, մյուսները Եղիան, ուրիշներն էլ Երեմիան կամ մարգարեներից մեկը, նրանց ասեց, իսկ դուք ինչ եք ասում իմ մասին, ով եմ, Սիմոն Պետրոսը պատասխանեց ու ասեց, դու Քրիստոսն ես, կենթանի Աստծո որդին։ Հիսուսը պատասխանեց ու ասեց նրան. Երանի քեզ Սիմոն Հովնանի որդի, որովհետև ոչ թե մարմինը ու արյունը հայտնեցին քեզ, այլ իմ Հայրը, որ երկնքում է։ Ես էլ քեզ ասում եմ, որ դու Պետրոս ես։ Այդ վեմի վրա կկառուցեմ իմ եկեղեցին եւ դժոխքի դռները նրան չեն հաղթի։ Ես քեզ տալու եմ երկնքի արքայության բանալիները, եւ ինչ որ երկրի վրա կապես, կապված կլինի երկնքում, եւ ինչ որ երկրի վրա արձակես, արձակված կլինի երկնքում, ամեն Աստծո խոսքին։ Հատվածը սկսում է հետեւյալ կերպ. Երբ Հիսուսը Փիլիպիա Կեսարիայի կողմերն էր, ինչ քաղաք էր սա, ինչ շրջան էր սա։ Փիլիպիա Կեսարիան կառավարում էր Հերովդես Փիլիպոսի կողմից, այստեղից էլ գալիս է Փիլիպյան անունը։ Քաղաքը կառուցվել էր հռոմեական կայսրության պատվին, այն ուներ հեթանոսական ուժեղ ազդեցություն, այդ թվում Պան Աստծո պաշտամունքին նվիրված սրբավայր կար այդտեղ։ Քանի որ քաղաքը լի էր հեթանոսական պաշտամունքներով ու կայսրական պաշտամունքային հուշարձաններով, հենց այստեղ հեթանոսական աշխարհի կարծես թե սրտում Հիսուս աշակերտներին տալիս է այն հիմնարար հարցը. ով է մարդու որդին։
Երբ որ շուրջը տեսնում ես եւ ամեն բան կեղծ Աստված պաշտություն, կեղծ Աստված ճանաչողություն, մարդու մտքի հորինված կուրքեր, Տեր Հիսուս հարցնում է. ով է մարդու որդին։ Արդյոք դուք նրան ճշմարտապես ճանաչում եք։ Այստեղ հեթանոսական եւ հռոմեական ճնշման միջավայրում Պետրոսը տալիս է կարևոր վկայություն։ Դու ես Քրիստոսը, կենթանի Աստծո որդին։ Եվ այս խոստովանությունը հռոմեական եւ կրոնական այլ ուժերի ֆոնին դառնում է հավատքի հզոր դավանություն։ Հիսուս Քրիստոսը կենթանի Աստծո որդին է եւ նա հիմնադրում է իր եկեղեցին այն հավատքի վեմի վրա, որ Պետրոսը դավանեց Հիսուսին որպես Քրիստոս։ Սիրելիներ, քարոզը բաղկացած է երկու կետից։ Առաջինը Երանի նրանով ճանաչում է Տիրոջը։ Եվ կրկին այդ հատվածը պիտի ընթերցեմ 13-ից 17 համարները, եկեք եւս մեկ անգամ ուշադրությամբ հետևենք Աստծո խոսքին։ Երբ Հիսուսը Փիլիպյան Կեսարիայի կողմերը եկավ, հարցրեց իր աշակերտներին եւ ասաց. Մարդիկ ինչ են ասում իմ մասին, ով է մարդու որդին։ Իսկ նրանք ասեցին. ոմանք ասում են Հովանես Մկրտիչն է, մյուսները Եղիան, ուրիշներն էլ Երեմիան կամ մարգարեներից մեկը։ Նրանց ասաց. իսկ դուք ինչ եք ասում իմ մասին, ով եմ։ Սիմոն Պետրոսը պատասխանեց ու ասեց. դու Քրիստոսն ես, կենթանի Աստծո որդին։ Հիսուսը պատասխանեց ու ասեց նրան. երանի քեզ Սիմոն Հովնանի որդի, որովհետև ոչ թե մարմինն ու արյունը հայտնեցին քեզ, այլ իմ հայրը, որ երկնքումն է։ Տեր Հիսուս հարցրեց. ինչ են ասում իմ մասին։ Եվ Պետրոսի պատասխանը. ոմանք ասեցին Հովանես Մկրտիչը, մյուսները Եղիան, ուրիշները Երեմիան կամ մարգարեներից մեկը։ Այո, ոմանք, մյուսները եւ ուրիշները։ Սրանք այն մարդիկ են, ովքեր որ օտար են, իրականում չգիտեն եւ չեն էլ ճանաչում Տեր Հիսուսին, եւ դրա համար էլ տալիս են այլ պատասխան, այո, ոմանք, ուրիշները, մյուսները, ովքեր որ չեն ճանաչում։ Աշակերտների տված պատասխանից հետո Տերը տալիս է երկրորդ հարցը. իսկ դուք ինչ եք ասում իմ մասին։ Իսկ դուք, այո, իսկ դուք ինչ եք ասում։ Դուք որ ճանաչում եք ինձ, դուք որ ապրեցիք, քայլեցիք, հաց կիսեցիք ինձ հետ, դուք ինչ եք ասում։ Դուք որ շփվեցիք ինձ, ճանաչեցիք, քայլեցինք միասին, որն է ձեր պատասխանը։ Իսկապես, ոմանք, մյուսները եւ ուրիշները Քրիստոս Հիսուսից, այսինքն օտարացածները եւ նրան չճանաչողները կարող են շփոթվել, սակայն դուք ինչ եք ասում։ Դուք որ պաշտում եք Աստծուն, փառաբանության երգեր եք երգում, աղոթքներ եք բարձրացնում առ Աստված, եկեղեցի եք հաճախում, Սուրբ Գիրքն եք կարդում, դուք ինչ եք ասում, ով է նա ձեզ համար։ Երբեմն, երբ որ այս հարցը հնչեցնում ենք եկեղեցուն, հավանաբար ոմանք կմտածեն, կասեն, չէ՞ որ եկեղեցու ժողովուրդը բոլորն էլ մարդիկ Քրիստոսին կամ գրեթե բոլորը նրան ընդունած մարդիկ են։ Բայց եկեք չմոռանանք, Տեր Հիսուս այս հարցը ում տվեց։ Իր աշակերտներին, առաքյալներին, եւ եւս մեկ անգամ նրանց օգնեց, որ անդրադառնան, ով էր Տեր Հիսուս։ Այս հարցը ուղղված էր աշակերտներին, սակայն այսօր այս հարցը նաեւ մեզ է ուղղված։ Իսկ մենք ինչ ենք ասում, ով է Տեր Հիսուս մեզ համար, ով է Տեր Հիսուս անձամբ հենց քեզ համար։ Արդյոք նա քեզ համար միայն իմաստուն մեկն է, միայն ուսուցիչ մեկն է, կամ մարգարե, կամ բարի եւ օրինակելի մեկն է, ումից կարելի է սովորել բարոյական արժեքներ, արդյոք նա փիլիսոփա մեկն է, հրաշագործ է նա, կամ անցյալի հերոս է, ապա ով է նա։
Տեր Հիսուս այս հարցը տվեց իր աշակերտների եւ հիմա նաեւ մենք էլ պետք ունենք պատասխանելու։ Այո, երբեմն նորից անդրադառնալու ենք այս հարցին եւ պիտի պատասխանենք։ Պետրոսը պատասխանեց ասելով. «Դու Քրիստոսն ես կենթանի Աստծո որդին»։ Հեթանոս միջավայրում, որտեղ հեթանոս անկենթան կուրքերն էին պատրաստված էին մարդկային տկար տրամաբանության արդյունքում։ Տեր Հիսուս իր աշակերտների ուշադրությունն է գրավել տալիս դեպի միակ ու ճշմարիտ կենթանի Աստվածը, որ օրհնյալ էր հավիտյանս հավիտենից, ցույց տալով, որ ի տարբերություն այս մեռած աստվածների, այս անկենթան մարդկային մտքի կողմից հորինված աստվածների, ձեր Աստվածը կենթանի Աստված է եւ ձեզ համար ունի նպատակ։ Հովանու ավետարան 3-րդ գլուխ 16-րդ համարն ասում է. «Եվ Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին որդուն տվեց, որպեսզի ով որ նրան հավատա չկորսվի, այլ հավիտենական կյանք ունենա»։ Այս համարի մեջ նկատում ենք Աստծո մեծագույն սերը։ Ի տարբերություն կրկին այն կուրքերի, որոնք իրենց համար միայն զոհաբերություններ էին պահանջում, այստեղ Աստված ինքն է զոհում իր միածին որդին հանուն մարդկանց փրկության համար։ Այս համարի մեջ երևում է Աստծո մեծ սերը, եւ երկրորդ այս համարի մեջ երևում է հետեւյալը, որ Աստծո սերը ապացուցվեց Տեր Հիսուս Քրիստոսի աշխարհ գալով։ Եվ երրորդ բանը ցույց է տալիս Աստծո մեծագույն սիրո նպատակը։ Եվ Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իր որդուն տվեց, որպեսզի ով որ նրան հավատա չկորսվի։ Աստծո սերը ունի նպատակ։ Մարդկանց բերելու հավիտենական կյանք եւ փրկություն։ Իսկ ո՞րն է քո պատասխանը։ Ով է Հիսուս հենց քեզ համար։ Արդյոք դու ճանաչում ես նրան, եւ եթե այո, ապա ո՞րն է փաստը։ Եվ հիմա թույլ տվեք սիրելիներ ընթերցել Սաղմոս 23-ը, որտեղ որ Դավիթ թագավոր խոսում է Աստծո մասին եւ կարևոր արտահայտություններ է անում իր աղոթքի մեջ, իր գրած Սաղմոսի մեջ։ Եվ Սաղմոսը սկսում է հետևյալ կերպ. խնդրում եմ, որ ուշադրություն դարձրեք, թե ինչպես էր Դավիթ ճանաչում Աստծուն, թե ով էր նա իր համար։ Եվ Սաղմոսն ասում է. Տերն է իմ հովիվը, եւ կարոտություն չեմ ունենա։ Նա կանաչ տեղերում հանգստացնում է ինձ եւ հանդարտ ջրերի մոտ առաջնորդում է ինձ։ Իմ անձին հանգիստ է տալիս, ինձ առաջնորդում է արդարության շավիղներումը իր անունի համար։ Թեև գնամ մահի շուքից զորումը չար բանից չեմ վախենա, որովհետև դու ինձ հետ ես։ Քո գավազան ու քո ցուպը նրանք մխիթարում են ինձ։ Դու իմ առաջին սեղան ես պատրաստում իմ թշնամիների դիմաց եւ իմ բաժակը խիստ լիքն է։ Եվ ասում է. հենց բարիք եւ ողորմություն կգան իմ ետևիցը իմ կյանքի բոլոր օրերումը եւ Տիրոջը տանը կբնակվեմ շատ երկար ժամանակ։ Երկու բան կա, որ ուզում եմ ձեր ուշադրությունը գրավել։ Առաջինը հետեւյալն է. Դավիթ ասեց. Տերը իմ հովիվս է։ Եվ որպես հարց. իսկ ով է Տերը քեզ համար։ Դավիթ երբ որ ասեց Տերը իմ հովիվս է, սրանով ցույց տվեց նաև հետևյալը, որ ինքը ով է նրա համար։ Սրանով ցույց տվեց Դավիթը, որ ամբողջությամբ հանձնված է Աստծո կամքին։ Ցույց տալով, որ նա է իմ առաջնորդը, նա է ինձ ուղղորդողը, նա է ինձ խնամք տանողը, նա է կերակրում ոչ միայն իմ մարմինը, այլ նաև իմ հոգին։ Եվ դրանով ասեց Տերն է իմ հովիվը։ Եվ այստեղ մեկ կարևոր բան կա։ Երբեմն մարդիկ մտածում են, որ այս Սաղմոսը վերաբերվում է բոլորին, բայց բոլորին չէ, որ այս Սաղմոսը վերաբերվում է, այլ վերաբերվում է բոլոր նրանց, ովքեր որ Դավիթի նման կարող են ասել Տերը իմ հովիվս է։ Եվ երկրորդ բանը, որ Դավիթն ասեց,
Թեև գնամ մահի շոքից զորումը չար բանից չեմ վախենա, կարող ենք հարցնել ինչու։ Եվ պատասխանը հետևյալը. որովհետև դու ինձ հետ ես։ Ես միայնակ չեմ։ Ես որբ չեմ։ Ես անտեր չեմ։ Դու ինձ հետ ես։ Դու ինձ հետ ես մինչև անգամ այն ժամանակ, երբ որ տառապանքի, նեղության եւ մինչև անգամ, որ իմ անձին վտանգ է սպառնում։ Եվ հաջորդն ասում է, որ քո ցուպն ու գավազանը նրանք մխիթարում են ինձ։ Այն մարդը, որ ճանաչում է Տիրոջը, մխիթարվում է Աստծով։ Նրա տված հանդիմանություններով, նրա տված հոգատարությամբ եւ մխիթարությամբ նա մխիթարվում է։ Ի տարբերություն աշխարհի, որ իր մխիթարությունը գտնում է հարբեցողության մեջ, թմրամոլության մեջ եւ անառակ վարք ու բարքի մեջ, Աստծո մարդը, Աստծո ծառան իր մխիթարությունը Տիրոջ մեջ է գտնում։ Եվ սա երբ է լինում, այն ժամանակ, երբ որ մենք ճանաչում ենք նրան, թե ով է նա։ Տեր Հիսուսի պատասխանը. Երանի քեզ Սիմոն, Հովնանի որդի, որովհետև ոչ թե մարմինը ու արյունը հայտնեցին քեզ, այլ իմ Հայրը, որ երկնքում է։ Ուրեմն երանի նրանց, ովքեր կճանաչեն Տեր Հիսուսին, որպես Տեր եւ որպես Փրկիչ, որպես Աստծո որդի, ով աշխարհ եկավ մարդկության փրկության համար։ Ուշադրություն դարձրեք, ասում է Սիմոն, Հովնանի որդի։ Սա նշանակում է հետևյալը, որ անուղղակի կերպ ասեց Տեր Հիսուս, որ այս ճանաչողությունը քո խելացի լինելուց չէ կախված, ոչ էլ քո հոգևոր կյանք ապրելու փորձառությունից, այլ Հայրը, որ երկնքումն է, նա հայտնեց քեզ։ Սիրելի եկեղեցի, ճշմարիտ Աստված ճանաչողությունը անհատական ջանքի, իմաստության, կամ մեր շնորհքի, կամ մեր ֆենոմենալ մտածողության արդյունք չէ, այլ Աստծո շնորհի, նրա հավերժական սիրո, արդարության եւ ողորմության արդյունքն է, որ Տերը թույլ է տալիս ճանաչել նրան։ Երկրորդ կետը. Տիրոջը հաղթող եկեղեցին 18 եւ 19 համարներն ասում են. Ես էլ քեզ ասում եմ, որ դու Պետրոս ես, եւ այդ վեմի վրա եմ կառուցելու իմ եկեղեցին եւ դժոխքի դռները նրան չեն կարողանա հաղթել։ Ես քեզ տալու եմ երկնքի արքայության բանալիները, եւ ինչ որ երկրի վրա կապես, կապված կլինի երկնքում, եւ ինչ որ երկրի վրա արձակես, արձակված կլինի երկնքում։ Այդ վեմի վրա եմ կառուցելու իմ եկեղեցին, ասեց Հիսուս։ Որ կամ ինչ վեմի վրա է կառուցելու Հիսուս, արդյոք Պետրոսին նկատի ունի որպես վեմ։ Տեր Հիսուս ասաց, որ իր եկեղեցին կառուցելու է Պետրոսի հայտարարած ճշմարտության հիմքի վրա։ Աստծո խոսքը ուսումնասիրելով մենք հասկանում ենք, որ կա մեկ վեմ, մեկ ճշմարտության սյուն, մեկ հավատքի հիմք եւ մեկ անկյունակար, եւ դա Տեր Հիսուս Քրիստոսն է, ամեն։ Տեր Հիսուս ինքն է կառուցելու իր եկեղեցին։ Եկեղեցին դա անհատը չէ, այլ հավատացյալների համայնքը։ Անհատները մաս են կազմում Տիրոջ եկեղեցուն, նրա մարմնին։ Եկեղեցին Քրիստոսի մարմինն է, սա է սովորեցնում մեզ Տեր Հիսուս։ Եկեղեցին Քրիստոսի հարզ եկեղեցին է։ Մեկ պահ կանգ առ այստեղ։ Եկեղեցին Քրիստոսի մարմինն է։ Իսկ դու մաս ես կազմում այդ եկեղեցու։ Հաջորդն ասում է, որ եկեղեցին Քրիստոսի հարզ եկեղեցին է։ Մեկ հարց. ինչ է պահանջվում հարսից։ Եթե ոչ հնազանդություն, հավատարմություն եւ սրբություն։ Շատ մարդիկ գիտեք ինչի չեն ուզում Քրիստոսի մարմնի մաս կազմել, եկեղեցու մաս, որովհետև իրենցից պահանջվելու է հավատարմություն, իրենցից պահանջվելու է հնազանդություն եւ իրենցից պահանջվելու է սրբություն։ Եվ դա որոշում է։ Ոմանք որոշում են մնալ Քրիստոսի մեջ, ոմանք որոշում են պատճառաբանությամբ
դուրս գալ նրանցից։ Եկեղեցու գլուխը, հիմնասյունը, հիմքը, անկյունակարը Տեր Հիսուս Քրիստոսն է։ Եվ եթե իսկապես Տեր Հիսուս հանդիսանում է մեզ համար որպես Տեր, ապա մենք չենք կարող Քրիստոսի եկեղեցուց դուրս, այսինքն իր մարմնից դուրս ունենալ առողջ հոգևոր կյանք։ Եթե նրանից դուրս ենք, ապա ինչ առողջ հոգևոր կյանքի մասին կարող է խոսքը գնալ։ Եկեղեցին մարդու մտքի արդյունք չէ, այլ եկեղեցու հեղինակը ու ճարտարապետը Աստված է եւ որի անկյունակարը Քրիստոսն է։ Երբ որ խոսում ենք անկյունակարի մասին, այն մարդիկ, ովքեր որ շինարարության հետ կապ ունեն, լավ գիտեն, որ տան պատերը սկսում են շարել, պատրաստել, կառուցել, վեր բարձրացնել եւ այդ ամենը համեմատած անկյունակարի հետ։ Երբ որ երկրորդ քարը կդնեն երրորդ քարը, մինչև անգամ ամենավերջի քարը, գիտեք որ քարի հետ է համեմատվում, մեկ քարի անկյունակարի հետ։ Ուրեմն երբ որ մենք կկառուցենք մեր հոգևոր կյանքը, մեր անձնական կյանքը, մեր ընթացքը, ում հետ ենք համեմատելու։ Քրիստոս անկյունակարի հետ։ Ուրեմն եթե մեր կյանքում մի բան չի համապատասխանելու անկյունակարին, ոչ թե անկյունակարը պիտի փորձենք ուղղել ըստ մեզ հարմար ձևով, այլ մենք ինքներս պիտի հարմարվենք այդ անկյունակարին, եթե իսկապես ուզում ենք ունենալ այս առողջ հոգևոր կյանքը։ Աստծո խոսքն ասում է, որ դժոխքի դռները նրան չեն հաղթի։ Հովանու ավետարան 15-րդ գլուխ 18-ից 21 համարներն ասում են. Եթե աշխարհը ձեզ ատում է, իմացեք, որ նախ ինձ է ատել։ Եթե այս աշխարհից լինեիք, ապա աշխարհը ձեզ իբրև յուրայինների կսիրեր, բայց քանի որ աշխարհից չեք, այլ ես ձեզ աշխարհից ընտրեցի, դրա համար աշխարհը ատում է ձեզ։ Հիշեք այն խոսքը, որ ես ձեզ ասեցի, ծառան ավելի մեծ չէ, քան իր տերը։ Եթե ինձ հալածեցին, ձեզ էլ կհալածեն, եթե իմ խոսքը պահեցին, ձերն էլ կպահեն, բայց այս ամենը իմ անվան պատճառով կանեն ձեզ, որովհետև ինձ ուղարկողին չեն ճանաչում։ Այս համարներից ևս մենք հասկանում ենք հետևյալը, որ կա կոնֆլիկտ, կա վեճ աշխարհի, չարի եւ եկեղեցու միջև, մեր եւ մեղքի միջև կա վեճ։ Չարը կփորձի մարդկանց մտքերի մեջ եւ եկեղեցու մեջ բերել սխալ ուսմունք, սխալ վարդապետություն, սխալ սովորույթներ, սակայն բոլոր այդ ճնշումներին եկեղեցին ամենուրեք եւ ամեն իրավիճակում պիտի հայտնի Քրիստոս Հիսուսի հստակ դիրքորոշումը եւ ցուցաբերի անվերապահ հնազանդություն նրան։ Հռոմեացիներին ուղված նամակում ասում է. «Արդ Քրիստոսի սիրուց մեզ ով կբաժանի, տառապանքը, նեղությունը, հալածանքը, սովը, մերկությունը, վտանգը, սուրը, ինչպես որ գրված է, ամբողջ օրը քեզ համար սպանվում ենք եւ որպես մորթվելու ոչխար համարվեցանք, բայց այս բոլոր բաներում առավել եւս հաղթում ենք նրա միջոցով, որ մեզ սիրեց»։ Եվ շարունակում է ասելով, որովհետև ես հաստատ գիտեմ, որ ոչ մահը, ոչ կյանքը, ոչ հրեշտակները, ոչ իշխանությունները, ոչ զորությունները, ոչ ներկայիս եւ ոչ գալիք բաները, ոչ բարձրությունը, ոչ խորություն, ոչ էլ ստեղծված մի ուրիշ բան չի կարող մեզ բաժանել Աստծո սիրուց, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի մեջ է։ Պողոս առաքյալն ասում է. ես հաստատ գիտեմ, ինչ բանի վրա էր իր այս տեսակ վստահությունը Հիսուս Քրիստոսի զոհողության, քանի որ ճաշակել էր նրա սերը, նրա քաղցրությունը եւ նրա ողորմությունը։ Այն անձ, ով ճանաչում է Տիրոջը, վայելել է նրա քաղցրությունը, ապա այդ մարդու համար որևէ բան չի կարող Աստծուց հեռանալու պատճառ դառնալ։ Իսկ այն անձիկ, ովքեր միայն տպավորություն թողնող քրիստոնյաներ են, ապա ցանկացած բանն էլ կարող է պատճառ դառնալ, որպեսզի նրանք հեռանան Տիրոջից եւ նրա եկեղեցուց։ Եվ այդ հեռանալով էլ նրանք կապացուցեն, որ նրան երբևէ չեն էլ ճանաչել։ Ամեն օր մենք երեսվում ենք տարբեր հարցերի, պայքարների, մարտահրավերների,
Ոստի կարևոր է թե ինչպես պիտի լինի մեր դիրքորոշումը, ինչպես մենք որպես Աստծո զավակներ կպահենք մեզ այդ խնդիրների մեջ։ Մարդիկ կարող են լինել անտարբեր, կեղծավոր, աշխարհասեր, եւ այդ ժամանակ ամեն մեկը փորձում է փնտրել իր սեփական ճիշտը, իր սեփական վարդապետությունը, իր սեփական հարմարավետությունը, իր սեփական կոմֆորտը, իր սեփական պրինցիպները ու փորձում են ամեն մեկը իր էգոյով, իր եսով հաստատվել եկեղեցու մեջ եւ այդ պատճառով էլ անհատի նաեւ եկեղեցու մեջ կարող է դառնալ իրական մարտի դաշտ։ Եթե ուզում ես հաղթել, ապա կարևոր բան կա անելու։ Եզեկիելին ուղված Եզեկիել մարգարեության մեջ 42-րդ գլուխ 20 համարը, որտեղ նկարագրություն է տալի, որ հրեշտակը եղեգով չափում է Աստծո տաճարը, այստեղ մեկ հետաքրքիր դրվագ կար, որ ուշադրությունս գրավեց եւ հիմա ուզում եմ ձեզ համար ընթերցել։ Եվ ասում է. 4 կողմից չափեց այն, նա շրջանակի պատեր ուներ, երկարությունը 500 եւ լայնությունը 500, ինչի համար էին այս պատերը։ Հիմա պատասխանում է. Սուրբը եւ ոչ սուրբը բաժանելու համար։ Եվ երբ որ սա ընթերցեցի, ինքս ինձ հարցրեցի, արդյոք իմ կյանքում կան նման հստակ գծեր, հստակ սահմաններ, հստակ պատեր սուրբը անսուրբից բաժանելու համար։ Եվ արդյոք ձեր կյանքում կան հստակ սահմաններ, որոնք որ անիրավությունն արդարությունից բաժանում են, կեղծիքը ճշմարտությունից բաժանում են, սուրբը անսուրբից բաժանում են։ Եթե ուզում ենք հաղթական կյանք, ապա պիտի լինի այդ սահմանը մեր կյանքի մեջ։ Սիրելիներ, Աստծո խոսքը շարունակում է ասելով. Ես քեզ եմ տալու երկնքի արքայության բանալիները, եւ ինչ որ երկրի վրա կապես կապված կլինի երկնքում, եւ ինչ որ արձակես երկրի վրա, այն արձակված կլինի երկնքում։ Այս վերջի համարը խոսում է Աստծո կողմից տրված իշխանության մասին, եւ այս իշխանությունը ոչ թե մարդու, այլ Քրիստոսի եկեղեցու իշխանությունն է, ով գործելու է այն Աստծո փառքի համար, նրա փրկարար խոսքի տարածման եւ Տիրոջ եկեղեցու շինության համար։ Ինչ որ երկրի վրա կապվի, կապված կլինի երկնքում, նշանակում է, որ եկեղեցու որոշումները համաձայն Աստծո կամքի կունենան երկնային հաստատում։ Հիսուսը եկեղեցուն տալիս է պատասխանատվություն, առաջնորդելու, ուղղելու, դատ վարելու, խրատելու, հանդիմանելու, մխիթարելու, քաջալերելու եւ հաստատելու համար։ Եվ ամփոփելով, սիրելիներ, ճշմարիտ հաղթանակը կայանում է Տեր Հիսուսին ճշմարտապես ճանաչելու մեջ։ Իսկ ճշմարիտ Աստված ճանաչողությունը առաջնորդում է անձին մաս կազմելուն Տիրոջ հաղթող եկեղեցուն։ Աստծո խոսքն ասում է, որ դժոխքի դռները չեն կարող հաղթել Քրիստոսի եկեղեցուն, քանի որ այն գնված է Քրիստոսի թանկագին արյունովը։ Ամեն։